Լրություն պաշտպանեք, որ ասեմ։ Ես խնդրում եմ լրություն, որ կարողանանք խոսել։ Աջ կողմը լրություն։ Պատրաստ ենք։ Այսինքն ինչ առաջի քայլը ինչ եմ անելու, հա։ Ուրեմն առաջի քայլը լինելու է կադրային քայլը, թե ում հետ ենք աշխատելու, եւ բացի դրանից երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնացուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորիս ծրագրերը։ Եվ վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու եւ դրա լուծումները, թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ուրեմն ես գիտեմ, դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք եւ որտեղից պետք է բյուջեն ավելացնենք։ Դա մեկ։ Այլ հարցեր։ Այո, չկա, մենք մեր գործը կանենք։ Երեխեք, ինպես արեք, որ ես տեսեմ։ Բա հիմա ոնց ընդունեցինք, բայց ես մտածում եմ, որ ԿՊՆ-ն էլ պիտի մասնակցի եւ այնտեղից էլ շատ մարդիկ պիտի լինեն, որ մասնակցեն, որովհետեւ իրենց մեր քաղաքի բոլորիս համար է, սա միայն սա Ղուկասյան Վարդանի մասին չի խոսքը, սա ժողովրդի մասին է խոսքը, իրանք ինչ քայլ որ անեն, դա ժողովրդին են անելու, Ղուկասյանի խնդիրը չէ այստեղ քաղաքի բնակչության խնդիրն է, եթե իրենք պիտի ոտ պահեն բնակչությունը իրենց կարծիքը կասի իրենց նկատմամբ դիմացի ընտրություններին։ Մարտուն Գրիգորյանի հետ խոսել եք, շնորհակալություն հայտնելու եք, որ ձեզ քաղաքապետ դարձրեցիր ուժը։ Գիտեք, այդպես ասել եմ մի քիչ սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ինչ է պատահել, ես խնդիր չունեմ, ասել եմ, մենք ես իրենց ողերիմ թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարի դրացիական հարաբերություններ ունենք, ուղղակի դուք որ չխառնեք, ամեն ինչ լավ է։ Պարոն Ղուկասյան, ձեզ ասում են, որ սա բյուրոսյան հաղթանակ է, որովհետև դուք ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս պիտի Մարտուն Գրիգորյանի դուռը գնաք, որ նրանից ձայներ խնդրեք, պատրաստ եք նրա դուռը։ Ես ոչ մեկի դուռը չեմ գնա։ Ուրեմն ես կաբրեմ այնպես, ինչպես ապրել են ուրեմն ընդդիմադիր քաղաքապետերը։ Ինչպես եղել է կարգը, ոնց որ մարդիկ ուրեմն ապրել են, ես այդ սկզբունքով կաբրեմ։ Ես ոչ մեկի դուռ չեմ գնում ընդհանրապես։ Սրբի դուռ գնում եմ միանշանակ։ Բայց ես համերաշխությունը իմ զենքն է, ուրեմն ներողամտությունը, համերաշխությունը իմ զենքն է, ես դրանով միշտ առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Բոյկոտը շարունակվելու է, թե գլխիկոր հետ են գալու եւ շարունակելու են իսկ։ Գաբրենք կտեսնենք, ովքեր որ համարձակ մարդիկ են, ովքեր սիրում են իրենց քաղաքը ամեն ինչից շատ, եւ ասենք քաղաքական պատվերները իրանց համար երկրորդական է, քաղաքի շահը առաջնային է, ուրեմն անպայման այդպիսի մարդիկ կմասնակցեն։ Բայց ովքեր որ միանշանակ կուսակցական են ամեն ինչից վեր, ամեն ինչից շատ դասում են, ուրեմն կուսակցությունը, մենք էլ կտեսնենք յուրաքանչյուրին իր գնահատականը եւ ես կտամ եւ ժողովուրդը։ Դուք ասացիք, որ պատասխանը կտակ այնպես, ինչ իրենք